Ողջույններ սիրելի հայրենակիցներ, այսօր միասին բացահայտելու ենք և տեսնելու ենք, թե ինչ կա չկա Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքին պատկանող Օշական բնակավայրում։ Առաջին անգամ Օշականում եղել եմ, երբ սովորում էի 5-րդ դասարանում։ Մեր դասղեկը ասաց, որ պետք է էքսկուրսիա գնանք, հարցրեցինք ուր, թե Օշական։ Նա պատմեց մեզ, որ Օշականում է հուղարկավորված հայոց գրերի ստեղծող, հայագիր դպրոցի հիմնադիր, վարդապետ, հասարակական գործիչ Մեսրոպ Մաշտոցը։ Գտնվելով Արշակունիների ոստանում, Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Սիրելիներս, Օշականը դարձել է Ամատունի նախարարների կենտրոնը հայոց թագավոր Խոսրով II Արշակունու օրոք։ Ըստ մեզ ասած տեղեկությունների 440 թվականին մահացել է Մեսրոպ Մաշտոցը։ Վահան Ամատունի իշխանը նրա դին Էջմիածնից տեղափոխել է Օշական և հուղարկավորել այստեղ։ 3 տարի անց Շիրիմի վրա կառուցվել է եկեղեցի դամբարան, իսկ 1875-ից 1879 թվականներին եկեղեցի դամբարանը վերածվել է այսպիսի եկեղեցու։ Սիրելիներս, տարերի պուրակը, որը դուք տեսնում եք, գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարևանությամբ։ Այն կառուցվել է տարերի ստեղծման 1600-ամյակի կապակցությամբ։ Մեր սիրուն հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը։ Այն մատակարարում է գերարագ ինտերնետ կապ, շատ հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ։ Սիրելիներս, ինձ համար մեծ պատիվ է գտնվել Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում։ Շենքը շահագործման է ենթարկվել 1968 թվականին։ Այստեղ այժմ սովորում է 630-ից ավել աշակերտ։ Առաջարկում եմ գնանք ծանոթանանք նրանց հետ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Ձեզ ինչպես դիմեմ։ Մորիկյան Արմինե։ Ընկեր Մորիկյան, ինչ դասաժամ է 12-ների մոտ։ Դասաժամը կենսաբանություն է, ես միաժամանակ 12-րդ դասարանի Ադասանի դասղեկն եմ։ Կարելի է, չէ՞, մի քիչ զրուցել նրանց հետ։ Իհարկե։ Մենք այսօր եկել ենք, որ բացահայտենք Օշականը եւ օշականցիներին։ Կխնդրեմ մի փոքր պատմեք ձեր բնակավայրի մասին։ Օշականը իրականում համարվում է մեծ բնակչություն ունեցող երրորդ գյուղը, ունի մոտ 6000-ից ավել բնակչություն, դե եկեղեցիների, խաչքարերի մասին կարանք լռենք, որովհետև բավականին շատ են ու հենց Օշականը դրանով էլ հայտնի է ու ամենաառաջինը Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին։ Բնակիչներն էլ շատ լավն են, շատ հյուրասեր, հյուրընկալ մարդիկ են։ Օշականը ինչով է առանձնանում Հայաստանի այլ բնակավայրերից։ Ես կարծում եմ, որ մեր Օշականի բնակիչները շատ հյուրասեր ժողովուրդ են։ Վակ, երջանիկ եմ, այսօր մեզ սուրճ կտան Օշականում։ Իսկ կողմնորոշվել եք մասնագիտության ընտրության հարցում։ Այո, արդեն կողմնորոշվել ենք, նաև հանձնել ենք մեր քննությունները բավականին հաջող։ Ես ընտրել եմ անգլերենը և ուզում եմ դառնալ ապագա թարգմանչուհի։ Իսկ դու։ Ես նույնպես ապագա թարգմանիչ եմ, թարգմանչական գործբաժին անգլերեն հայերեն լեզուներից։ Ապրեք, Երևանում շարունակելու եք ուսումը։ Իհարկե, եթե ծրագրեր լինեն, հնարավորություն լինի արտասահմանում սովորելու, ինչու՞ չէ, կփորձենք մեր ուժերի չափով։ Գնալու եք Երևանում ապրեք, թե մնալու եք գյուղում տրանսպորտով գնաք Երևան գաք, ինչպես է լինելու։
Կարծում եմ սկզբնական շրջանում տրանսպորտի միջոցով կգնանք, որովհետև միանգամից տեղափոխվել Երևանյան կյանքին մի քիչ դժվար է։ Ընթացքում կհասկանանք, եթե հարմարվենք, տեսնենք, որ իրոք ժամերը չի համապատասխանում, խնդիր է, դասերից ենք ուշանում, այդ դեպքում կփորձենք մի փոքր բացարան Երևանում գտնել։ Հիմա ծանոթանանք ձեզ հետ։ Նարինեն եմ 18 տարեկան։ Շատ հաճելի է։ Ես Սոնան եմ, նույնպես 18 տարեկան։ Երեխեք ինչ երազանքներ ունեք դուք։ Երազանքները շատ են իրականում, շատ երազանքներ ունենք, թե գյուղի հետ կապված, թե ապագա մասնագիտության հետ կապված։ Ես որի մասնագիտությունը ընտրեցի, դա նրանով էր պայմանավորված, որ ես որտեղ գնամ, իմ գյուղի անունը բարձր պահեմ, միշտ շեշտեմ, որ ես Մովսեսում եմ ծնվել, ես կրակոցների տակ եմ ապրել, պահել եմ սահման։ Ահա, դուք ինչ եք ուզում անեք ձեր գյուղի համար, ձեր մասնագիտությամբ։ Մեր գյուղը զբոսաշրջային կենտրոն է, մենք ունենք եկեղեցի, որի մասին ամբողջ Հայաստանը գիտի, զբոսաշրջիկների պակաս չենք ունենում հիմնականում հենց ամռանը, ու ես էլ ընտրել եմ թարգմանչի մասնագիտությունը, կարծում եմ հենց այդ մասնագիտությունը շատ կօգնի, որպեսզի դրսի ժողովուրդը, երբ որ գա ցանկանա ծանոթանալ մեր մշակութային կենտրոններին, որոնցից մեկը հենց Օշականն է, ես կարողանամ անկաշկանդ նրանց ներկայացնել իմ գյուղի պատմությունը, իմ գյուղի եկեղեցիները, իմ գյուղի ժողովրդին ու վստահ եմ կկարողանամ։ Գյուղում բացի Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, էլ ինչ մատուռներ կան։ Շատ ունենք եկեղեցիներ, հիմնականում բոլորը կենտրոնանում են Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վրա, բոլորը դրա մասին գիտեն, բայց իրականում եկեղեցիների պակաս չունենք, Սուրբ Սիոն ունենք, Մանկանոց, այո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ունենք, Սուրբ Սարգիս ունենք, եկեղեցիների պակաս չունենք, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ ունենք, չքնաղ տեսարանով, կամուրջ ունենք։ Այո, որը 5 կամար։ Այո, 5 թռիչք կամուրջ է կոչվում։ Այդ կամուրջը որ թվականից է եկել հասել մեզ։ Ճիշտն ասած հստակ թվական չեմ հիշում, բայց երևի թե 7-րդ դար, բայց չեմ հիշում։ Մինչև հիմա կանգուն է։ Այո։ Շատ ամուր է սարքել։ Այո։ Ինչքան հիշում եմ, մի անգամ փլվել է կառուցման ընթացքում, հստակ տեղեկություն չունեմ, բայց մի անգամ կարծեմ փլվել է ու նորից վերակառուցել են, բայց էլ չեն կառուցել։ Նույնը եկեղեցին էլ 3 անգամ վերակառուցվել է, այս տեսքը չի ունեցել ինչ որ հիմա։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց։ Այո, Մեսրոպ Մաշտոցը 443-ին կառուցվել է ու մինչև հիմա կա, բայց վերակառուցվել է։ Հին եկեղեցին ավելի մեծ է եղել, քան ներկայիս եկեղեցին։ Շահազիսյան, ես հենց մտա դպրոց, առաջին հայացքից տեսա փառքի անկյունը եւ կցանկանամ խոսենք մեր հերոսների մասին։ Մեր գյուղի երիտասարդները, դպրոցի շրջանավարտները միշտ պատրաստ են եղել իրենց կյանքը զոհելու հայրենիքի համար, մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 20 թվականի պատերազմին իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերեցին Գալստյան Ռազմիկը, Իսկանդարյան Սերգեյը, Աբգարյան Գոռը, Մելքոնյան Հարությունը, իսկ 21 թվականի պատերազմի զոհերից է Մարտին Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Կարելի է իմանալ ինչ առարկա եք դասավանդում։ Ես դասավանդում եմ անգլերեն Օշականի Մաշտոցի անվան դպրոցում, բավականին երկար տարիներ, բարով եք եկել մեր դպրոց, բարով եք տեսնում մեր աշակերտներին, խնդրեմ ծանոթացեք, իրենք թող ներկայացնեն գյուղը, դպրոցը ու մնացած ամեն ինչ կապված է մեզ հետ։ Ոնց ենք։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Լավ եմ, ինչ կա չկա։ Սենց էլ նորմալ է։ Ես ու Վահագը առաջին անգամ եկել ենք Օշական։ Ուզում ենք բացահայտել Օշականը։ Ինձ կօգնես այդ հարցում։ Օշականը շատ հին թվերից է եղել, շատ զբոսաշրջիկներ են գալի Օշական։ Զբոսաշրջիկների հետ մեկտեղ նաև դպրոցականներն են, չէ՞, Հա, գալիս։ էքսկուրսիաներով։ Լավ է տուրիստական բնակավայրում ապրելը։ Հա, Օշական ի՞նչ է նշանակում։ Երանի աչքերից։ Երանի աչքերից որ տեսան այս սիրունությունը, հա։ Այո։ Սիրելի աշակերտներ, հիմա այսպեսի մի հարց ունեմ։ Ինչի կարիք ունի Օշականը ըստ ձեզ, ով կպատասխանի։ Ահա։ կուզենայի, որ փողոցները ասֆալտապատ էին, պատրաստ էին խաղադաշտեր, խաղահրապարակներ, որ մանկությունը մեր Օշականում լավ անցներ։ Դուք այն տարեկան եք։ 14։
Ահա։ Հուսամ մեզ կլսեն, կկառուցեն խաղարապարակ, խաղադաշտ։ Նանե ջան, դու ինչ կարող ես պատմել Օշականի մասին։ Դե մեր գյուղը հայտնի զբոսաշրջային կենտրոն է, ոչ միայն հենց Արագածոտնի մարզում, այլև նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ դարավոր մեծ պատմություն, գալիս է հնուց եւ շատ են տեսարժան վայրերը, իհարկե շատ քչերին են այդ վայրերը հայտնի, հիմնականում Օշական երբ որ ասում են, հասկանում են Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցին, սակայն եթե ինձ լսեին, գյուղում կան նաև այլ գեղեցիկ վայրեր, որ պետք է այցելել, օրինակ ինչու՞ չէ հենց մեր Դիդի Կոնդը, որը հանգած հրաբուխ է եւ նրա վրա կա մատուռ, կան մանկանոցը, որտեղ հենց տարեվա օր կա, մանկանոցի ուխտ են կոչում եւ մենք գնում ենք այնտեղ։ Երբ եք գնում։ Զատիկից հետո ենք գնում 40 օր հետո։ Ահա։ Ամբողջ գյուղի բնակիչներով ուխտ եք անում դեպի մանկանոց։ Դեպի մանկանոց։ Օշականը ունի ավանդույթներ, բացի ուխտ անելուց։ Դե շատ ավանդույթներ կան, բայց կան նաև որ մոռացված ավանդույթներ են։ Օրինակ վերջերս հիշում եմ ընկերուս հետ այցելել էինք Բունիկ, որը գործում է մեր գյուղում, այնտեղ մի ավանդույթ էին հնուց այսպես ասած բերել, պեղել, այսպես ասած գտել էին եւ սովորեցնում էին մեզ։ Դա ղազի պար էր կոչվում, հին ավանդական պար էր Օշականում, երբ որ հարսանիքների ժամանակ էին ապարում, ու այնտեղ որ գնացել էինք, հենց գյուղի ծերերն էին հավաքվել ու մեզ սովորեցնում էին։ Թե չէ շատ ավանդույթներ կան։ Դպրոցում կան ինչ-որ խնդիրներ, որ կցանկանայիք վերհանել։ Որպես այդպեսին չկան, օրինակ ես կուզենայի, բայց մի խնդիր կա, որ կուզենայի մեր դպրոցում բացվեր Թումո կենտրոն, դեռ ինձ թվում է շատերը կան, որ դա կցանկանային։ Մարզադաշտ ունեք։ Այո, ունենք։ Ֆիզկուլտուրայի դասերը այնտեղ Այո, այնտեղ իրականացնել։ Դպրոցը ինչպես տեսա ջեռուցվում է։ Այո։ Ակե չեք մրսում ձմռանը։ Իսկ այժմ սիրելիներս Նանեից անցում են կատարում Մանեին։ Մանե ջան, ինչ կցանկանաս, որ ձեր գյուղում լինի։ Մտածում եմ, որ ես կցանկանայի, որպեսզի մեր երաժշտական դպրոցում, որը գտնվում է մեր դպրոցի հարևանությամբ, ավելանային ավելի շատ ուսուցիչներ, ինչպես օրինակ գիտարի ուսուցիչներ, ջութակի, որովհետև շատ աշակերտներ կան, որ ուզում են հենց այցելեն օրինակ հենց գիտարի, բայց հնարավորություն չկա։ Դու ուզում ես փաստորեն գիտար նվագել իմանաս։ Հա, ցանկություն ունեմ։ Իսկ գիտար ունես։ Դեռ ոչ։ Ես ու Վագը շնորհակալություն ենք հայտնում 9-ա դասարանին։ Մենք գնանք, սիրելիներ, տեսնենք էլ ինչ կա Օշականում, կհանդիպենք էլի։ Տղաներ, ո՞նց եք։ Լավ եմ, դարը փոխվել է։ Հիմա աղջիկներն են խոսեցնում տղաներին։ Գիտեիք։ Այո։ Դե պատմեք տեսնեմ ինչ կա չկա Օշականում։ Օշականում լավ անցնում։ Ամեն մեկը սիրագործով խաղում ենք, վազում ենք, ամեն ինչ անում ենք։ Լավ անցնում։ Քո անուն ինչ է։ Վահե։ Վահե ջան։ Դասերդ վերջացրիր։ Գնալու ես տուն, ինչ անես։ Դե սկզբում մի քիչ կհանգստանամ, հաց կուտեմ, հետո դասերից կանցնեմ։ Իսկ խմբակների չես հաճախում։ Հաճախում եմ։ Ինչ խմբակ ես հաճախում։ Շվի եւ ֆուտբոլ։ Շվի, ֆուտբոլ։ Գյուղում գործող խմբակներ կան։ Գյուղից դուրս չես գնում հանուն խմբակների։ Այո։ Շատ լավ է, չէ՞։ Զարգացած գյուղ է Օշականը փաստորեն։ Ահա։ Քո անունը։ Աշոտ։ Աշոտ ջան, դու ինչ կպատմես քեզնից։ Դե կպատմեմ, որ դպրոցում գերազանց եմ սովորում։ Որ առարկան ես ամենաշատը սիրում։ Ֆիզկուլտուրան։ Իմ անունն Արեկ է։ Ես խմբակներից հաճախում եմ երաժշտական դպրոցի դհոլ եմ նվագում։ Դպրոցում սովորում եմ լավ, բայց ոչ այդքան լավ։ Ինչ երազանքներ ունեք տղաներ։ Ես երազում եմ, որ դառնամ ֆուտբոլիստ ու Օշականի պատիվը բարձր պահեմ։ Երազում եմ դառնալ հայ զինվոր եւ Հայաստանը միշտ պաշտպանեմ։ Ապրես։ Դու Նարեկ։ Դհոլ նվագող ու միշտ մեր Հայաստանը զարգացնեմ տարբեր մեդալներով ու տարբեր այդպեսի ինչ որ լավ գործերով։ Ապրես։ Իսկ հարսանիքներին գնալու ես նվագես։ Այո։ Ահա, փողը դրա մեջ է, չէ՞ հիմա։ Հա։ Ահա։ Վագը քեզ կհրավիրի իր հարսանիքին, բայց փող չես վերցնելու։ Չէ, անվճար կնվագես։
Վաղ լսում ես, Նարեկը քո հարսանիքին գալու անվճար դհոլ նվագի։ Փող չի վերցնելու։ Նարեկ ունես հավանած աղջիկ։ Չէ՞, ով ունի այստեղ հավանած աղջիկ։ Դու քո դասարանում ես սովորում։ Ինքը գիտի քո զգացմունքների մասին։ Հա։ Եվ ինչ պատասխան է տվել քեզ։ Դե չեմ ասել, չի ասել, էլի։ Հա, չգիտի այսինքն, որ իրեն սիրում ես։ Չէ, գիտի, ուղղակի չի ասել։ Ամաչելա։ Ոչ մի բան չի ասել։ Հա։ Իսկ հանուն իրա ինչ ես պատրաստ։ Ամեն ինչ։ Օրինակ։ Օրինակ, ինքը ինչ ուզի, ես իրան կանեմ։ Իր փոխարեն դասեր կսովորես։ Չէ։ Բա։ Ինքը իսկ անալում է դասերը սովոր մնաց իր Օրինակ եղել է դեպքեր, որ տուն ուղեկցես։ Դե հա։ Հա։ Բայսա կվերցնես ձեռքից, ասես ծաներա թող ես նեղություն կքաշեմ, դու սիրելիս նեղություն մի քաշիր։ Դու էլ ունես հավանած աղջիկ։ Հա, իր սիրո պատմությունը ամենահետաքրքիրն է։ Կպատմեք։ Հա, անպայման ոնց։ Կարելի է պատմի։ Պատմի։ Ուրեմն ինքը էլի սիրում է իր դասարանից մի հատ աղջկա, ինքը լիքը իրան բան ասել է, որ ինքը իրան սիրում է, բայց ինքը տենց չի պատասխանել։ Դուք դեռ շատ փոքր եք, հա? Կմեծանաք, արդեն իրար ինչքան ուզում եք կսիրեք, դեռ ժամանակը չի։ Հիմա դուք գնացեք ու սիրեք ձեր դասերը, երեխեք։ Վակ, Օշականը քանի որ զարգացած բնակավայր է, այստեղ ամեն ինչ կա, թե երկու դպրոց, թե երկու մանկապարտեզ, թե մշակույթի պալատ, թե երաժշտական դպրոց։ Մենք հիմա երաժշտական դպրոցի բակում ենք գտնվում, գնանք տեսնենք, թե ինչ կա չկա այստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ ենք։ Շատ ուրախ եմ հյուրընկալվել Օշականի երաժշտական դպրոցում։ Դուք այստեղ ինչ պաշտոն ունեք։ Ես այստեղ աշխատում եմ 1976 թվականից որպես տնտեսվար դպրոցում ու մինչև առ այսօր էլ աշխատում եմ դպրոցում։ Եթե 1976 թվականից աշխատում եք, շենքը որ թվականից է հիմնադրվել։ Շենքը հիմնադրվել է 1971 թվականին։ Շենքը վերանորոգվել է 2013 թվականին, շատ բարվոք վիճակում է, շատ գոհ ենք վերանորոգումից, նորմալ ընթանում են դասընթացները։ Ահա, այստեղ երեխաները հիմնականում նվագում են գործիքների վրա։ Գործիքների վրա, այո, ունենք բոլոր գործիքները, ապահովված են աշակերտները գործիքներով։ Ստացվում է, որ Օշականի երեխաները իրենց առօրյան կարող են հագեցած անցկացնել։ Հագեցած անցկացնել, այո, մեր դպրոցում շատ գոհ են ծնողները, շատ լավ աշակերտներ ունենք, բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում, լավ պատվոգրեր են ստացել։ Շնորհակալ ենք շատ Տիկին Հասմի, կարող ենք չի առաջանալ համեցեք խմբակների հետ ծանոթանալ։ Համեցեք։ Շատ լավ նվագեցիր, ծափարություններ քեզ։ Ոնց ես։ Լավ եմ։ Ինչ է կանունը։ Եվա։ Քանի տարի է որ հաճախում ես դաշնամուրի խմբակ։ 2։ Սիրում ես դաշնամուր նվագել։ Հա։ Տանը ունես դաշնամուր։ Հա։ Ազատ ժամանակ երևի միշտ նվագում ես։ Լինում է դեպքեր, որ տան ապրող մարդիկ ասեն դե Եվա ջան, հերիք ա էլի։ Հա։ Ո՞վ հատկապես շատ ասում։ Պապան։ Պապան։ Եվա, ինձ կսովորեցնես դաշնամուր նվագել։ Ինչից սկսեմ։ Ես ոչինչ չեմ հասկանում դաշնամուրից։ Դե քեզ տեսնեմ, ասա։ Չեմ կարող ես քո նման։ Ես շատ այսպես նվագեմ, նայ։
Այդպես չի, սխալ եմ անում։ Հիոցը, ապրես։ Ես շատ պետքա պանիր հաց ուտեմ, որ քո նման կարողանամ նվագել։ Ձեզ ինչպես դիմեմ։ Օլյա։ Ահա, ընկեր Օլյա, ինչքան ժամանակ է, որ երաժշտական դպրոցում դաշնամուր եք նվագել սովորեցնում։ Ես ինչ հիշում եմ, երաժշտական դպրոցում եմ, սովորել եմ երաժշտական դպրոցում եւ գից աշխատել եմ, արդեն մոտ 28 տարի է աշխատում եմ։ Շատ մեծ հաճույքով երեխաների հետ աշխատում եմ, ես սիրում եմ իմ գործը եւ այսպես ես չեմ պատկերացնում ինձ առանց երաժշտական դպրոցի, առանց իմ երեխաների։ Անհատական մոտեցում եք ցույց տալիս թե։ Իհարկե, անհատական բոլորի հետ ունեն իրենց ժամերը, գալիս են եւ պարապում են հերթով։ Այժմ քանի երեխա է հաճախում դասերի։ Ինձ մոտ 12 աշակերտ։ 12 աշակերտ։ Օշականից են։ Այո, իհարկե։ Դա շատ գովելի է, որովհետև երեխաները իրենց զբաղմունքը գտել են, պարապ չեն մնում։ Իհարկե։ Երաժշտական դպրոցը ում կողմից է ֆինանսավորվում։ Մեր համայնքապետարանի աշտարակի կողմից ամեն հարցով մեզ աջակցում են, օգնում են։ Մենք շնորհակալ ենք իրանցից։ Մենք էլ ձեզնից ենք շատ շնորհակալ։ Ես նույնպես, շատ հաճելի էր։ Նմանա։ Եկել ենք անհանգստացնենք ձեզ։ Ոչինչ, ճիշտ եք արել։ Մեկ պետք է։ Այո։ Ուզում ենք տեսնել ոնց եք, ինչով եք զբաղվում։ Դե հիմնականում մենք երաժշտությամբ ենք զբաղվում, ես այդպես ուրիշ բան չունեմ զբաղվելու։ Ես այս դպրոցում սովորել եմ, առաջի սանն եմ եղել այս դպրոցի, հետո ավարտել եմ 43 տարի այս դպրոցում աշխատում եմ, որպես ակարդեոնի, քմանչայի եւ սինթեզի դասատու։ Շատ ուրախ ենք։ Մեր տնօրենն էլ եղել իմ աշակերտը, հիմի նոր որ նվագեցի, այն փոքրը իր տղան է, ես էլ իր տղու հետ նորից պարապում եմ։ Շնորհակալ եմ, որ ապրում եք, աշխատում եք Օշականում։ Փորձում ենք, էլի, ասենք, ես տարեկից հլա փորձում եմ ինչ-որ բանով օգնեմ։ Գյուղին էլ, դպրոցին էլ։ Ես ունեմ 14 աշակերտ։ Ունենք լավ բանը պարապած երեխեք, քյամաչայի լիքը երեխեք ունեմ, ես որ ավարտել են, գնացել են, շարունակել են։ Մեծ վարպետներ կան, Արմեն Մինասյանը, մեծ քյամաչիստ է ինքը։ Ունեմ անցած տարի ավարտացել իմ քյամաչիստները բոլորը սովորել են ուսումնարանում։ Ձեզ գործիքների հարցում աջակցում է աշտարակի համայնքապետարանը։ Այո, մենք ինչ դիմել ենք, ինչ պահանջ ունեցել ենք, իրանք միշտ կատարել են։ Այդպես խնդիրներ չենք ունեցել ոչ մի, ասենք գործիքա պետք է ակարդեոն, իրանք մեզ ակարդեոնի բաժինը շուտ բանից փակված էր եղել, որտեղ չէին ուզում։ Անցած տարվանից բացեցինք եւ նվիրատվություն մի հատ ակարդեոն դպրոցին քաղաքապետարանից։ Ստացվի։ Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Վարդան, քանի տարեկան ես։ 8։ Ինչու որոշեցիր ակորդեոն նվագել սովորես։ Որ մեծանամ, ես իմանամ նվագեմ, փող աշխատեմ։ Ինչպես։ Գիտեմ հարսանիքը նվագեմ, փող կաշխատեմ։ Հասկացա։ Ուզում ես մեծահարուստ դառնաս։ Ինչ նպատակներ ունես հարուստ դառնալու դեպքում։ Որ աղքատին տամ։ Իսկ այլ որ գործիքներ շատ սիրում, բացի ակորդեոնից։ Սինթեզ։ Սա այսինքն։ Իսկ սրանով կարողանում ես նվագել։ Հայրիկին տեսել ես նվագելուց, այդպես սեր է առաջացել գործիքների հանդեպ։ Ակարդեոն նվագելուց սովորել եմ։ Հայրիկը սովորեցրել է։ Հետո ասել է՝ «Արի մեր երաժշտական դպրոցում սովորիր», հա։ Դե դու շարունակիր ընկեր Աշոտի հետ նվագել, որ ուժեղ երաժիշտ դառնաս, ամբողջ Հայաստանը, ամբողջ աշխարհը քեզ ճանաչի, հարսանիքներին բոլորը քեզ հրավիրեն ու դառնաս մեծահարուստ։ Ինչ կա չկա։
Բան։ Ոնց ոչ մի բան, ասեք ամեն ինչ էլ կա մեր բնակավայրում։ Հələ ամեն ինչ կա։ Ահա։ Ինչից եք դժգոհում։ Ոչ մի բան։ Ձեր առօրյան ոնց է անցնում Օշականում։ Դե ինչ ասեմ։ Առավոտ արթնանում ես, գնում ես դպրոց, հետո ինչ ես անում։ Դպրոցում սովորում եմ, գալիս եմ տուն։ Հաց ես ուտում, հետո գալիս ես երաժշտական։ Հա։ Ինչ ես սովորում այստեղ։ Կանոն նվագել։ Ինչու ես գործիքների միջից ընտրել կանոնը։ Որտեվ դա եմ սիրում։ Ինչ կպատմես քո մասին։ Ես առավոտյան զարթնում եմ, գալիս եմ դպրոց, դպրոցից գալիս եմ երաժշտական, նվագում եմ դաշնամուր։ Ինչու ես դաշնամուր ընտրել։ Որովհետև գործիքների թագուհին է։ Օ, տես ես չգիտեի։ Ինչ է նշանակում օշական։ Օշական նշանակում է Երանի աչքերիս։ Երեխեք ինչ համար եք նեղություն քաշել։ Դե ուղղակի հյուրասիրության համար։ Ապրեք դուք։ Շնորհակալ եմ շատ։ Դուք ինչ գիտեք Մեսրոպ Մաշտոցի մասին։ Բոլորիս կյանքի առաջին ուսուցիչն է, ով եղել է վաղ դարերից դեռ մեզ հայտնի։ Նրան բոլորը գրեթե ճանաչում են իր անունով, իր ստեղծագործած տառերով, որի շնորհիվ մենք հիմա թե կարդում ենք, թե փորձում ենք բառեր ստեղծել, նախադասություններով միմյանց հետ փոխկապակցելով կարողանանք ինչ-որ տեղեկություն տալ միմյանց։ Գիտեք հայոց տառերը ինչպես ստեղծվեցին։ Հայոց տառերը ստեղծվեց 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը գնաց Եդեսիա, այնտեղ նրա հետ, եթե չեմ սխալվում, այդ տառերի ստեղծմանը մասնակցել են 3 վարդապետները։ Մեսրոպ Մաշտոցը եղել է արքունիքում որպես զինվորական, թարգմանություններ էր կատարում թագավորի համար։ Այնուհետև նա գնացել է իր կյանքի մի մասը շարունակել է եկեղեցում որպես հոգևորական, որպես հոգևորական եւ աղոթքներ կարդալիս ժողովրդի համար նա հունարեն, ասորերեն էր ներկայացնում։ Մեծամասնությունը այո, հունարեն, ասորերեն էր եղել։ Այո, եւ Մեսրոպ Մաշտոցը հասկացավ, որ Աստվածաշունչը պետք է թարգմանել հայերեն, այսինքն հայը պետք է ունենա իր սեփական առաջին հայ գիրը, դա հենց եղավ Աստվածաշունչը, որը թարգմանեցին նրա հենց առաջին նախադասությունից սկսած։ Ո՞րն էր այդ նախադասությունը։ Այդ նախադասությունը եղավ ճանաչել զմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Շատ քաղաքներից, գյուղերից, ինչու՞ չէ նաեւ երկրներից գալիս են հենց մեր գյուղ, որպեսզի տեսնեն մեր եկեղեցին, հենց այն եկեղեցին, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ Կարապետ ջան, ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, ոնց կարող է մարդ գտնվի Օշականում ու լավ տրամադրություն չունենա։ Որտեղից եք դուք։ Ես Աշտարակի Սասունի գյուղից եմ։ Արո Մանվելի գյուղից եք։ Մանվելի գյուղից եք։ Այո։ Բարև Մանվել։ Մենք գալու ենք Սասունիկ, ինձ սպասիր։ Օշականում աշխատում երաժշտական դպրոցում որպես ժողովրդական բաժնի մասնագետ։ Մեր երեխաներին կրթում ենք մեր ժողովրդական ու ազգագրական ոգով։ Շատ լավ։ Հիմա ես սպասում եմ ձեր կողմից մի կատարման։ Մի կատարման, ուրեմն քանի որ ես թողում ես ներեն բոլոր գուսաններն ու աշխողները, ես Սայաթնովայի մոլի երկրպագու եմ, Սայաթնովայից փորձեմ մի բան կատարել, հաստատ վստահ եմ բոլորդ էլ ես երգը իմանում եք, Թամամ աշխարհ պտուտեկա գովքի մասին։ Թամամ աշխարհ պտուտեկա չթողի հաբաշնազանի չտեսա քո դիդարի պես դու դիփունեն բաշնազանի թե խամ հակնիս թե զար հակնիս կուշինիս գում աշնազանի ընդուր համարը քուդիս նողն ասում էր վաշ նազանի։ Շնորհակալ եմ Կարապետ ջան, ես ու Վահագը
Մեզ շատ լավ զգացինք։ Բարև ձեզ։ Ասի գնամ Օշական ինձ հետ արև տանեմ Երևանից, բայց չստացվեց, տեսնում եք։ Ոչինչ, քեզից հետո 15 րոպեից կկարևը։ Պարոն Վաղինակ, կասեք, Օշականում մարդիկ հիմնականում ինչով են զբաղվում։ Հիմնականում գյուղատնտեսությամբ։ Վերևների Սևանի բոլոր տեսակի պտղա բանջարաբնոցային կուլտուրաները կան։ Ջերմոցային տնտեսություններ կան մի քանի հատ։ Նախկինում Օշականը որ արքայական տոհմին է պատկանել։ Համատունիներին։ Որ կնակ եկեղեցի, այնտեղ Մեսրոպ Մաշտոցի հուշակոթողից 40 կանգուն հեռավորության վրա Վահան Համատունու Հազարապետի շիրմաքարն է։ Նայ, չէ այդպես ասել, ես երբ որ մահանամ, ինձ կհուղարկավորեք Մեսրոպ Մաշտոցի մոտ։ Մեսրոպ Մաշտոցը Օշականցի չի, նա Տարոնի Հացեկաց գյուղից է։ Ինքը որ բերելա հուղարկավոր է Օշական, մահանալուց հետո էլ առաջ կտակելա, որ ինձ կթաղեք 40 կանգուն հեռավորության վրա։ Իսկ կանգունը ձեռքի մինչև այս արմունկի հատվածն է։ Աչից ձախից դուք կորոշեք։ Ահա։ Նախկինում Օշականի դպրոցը եղել է եկեղեցուն կից։ Եկեղեցուն կից, հետո սարքեցին այստեղ, հիմա այդ տարիներին 3 դպրոց կար, մեկը այստեղ է, մեկը եկեղեցուն կից, մեկն էլ որ ձորի ոլորաններով բարձանում է, սեն կողմն է եղել։ Ահա։ Ներկայումս 2 դպրոց չէ ունեք։ Հիմա 2 դպրոց ունենք, մեկը ընդեղ է, մեկը այստեղ։ Փողոցները բոլոր լուսավորված են։ Գլխավոր փողոցները, երկրորդայինը չէ։ Մի քանի հատ երկրորդայիններից էլ կա, բայց մենակ այս գլխավոր փողոցն է։ Խմելու ջուրը ինչ վիճակում է։ Խմելու ջուրը նորմալ է, բայց դա կախված է նաև սիստեմայի կոորդինացիոնից։ Այդ վերևից ջուրը գնում է մինչև ներքևի թաղամասերը, բայց հաճախակի վթարներ ալում, անջատում են նորից միացնում։ Բայց 24 ժամ ջուր ունեք։ Մեր գյուղում 24 ժամ ջուր կա։ Երեխեք, սիրում եք ձեր գյուղը։ Շատ։ Շատ ենք սիրում։ Վալոդիա, դու երջանիկ ես քեզ զգում Օշականում ապրելով։ Որ ընտրություն կատարեիր, գյուղը կընտրեիր թե քաղաքը։ Գյուղը։ Ինչու։ Ոստեղ հանգիստ է։ Ու լավ է։ Օդը մաքուր է։ Այո։ Լիքը տեսարժան վայրեր կան։ Երեխեք, ինչ կցանկանայիք, որ ձեր բնակավայրում լինի, ինչ չկա, ինչի կարիք ունեք։ Մենք ամեն ինչի կարիք ունենք, բայց ինձ թվում է, որ ասֆալտեն թաղեր կան, փողոցներ կան, որ ասֆալտապատված չի, ավելի լավ լինի, ասֆալտապատեն շատ լավ կլինի։ Գիտեք Երևանում ինչ վայրեր կան Մեսրոպ Մաշտոցի անունով։ Մեսրոպ Մաշտոցի անվանով կա Մատենադարանը, Մաշտոցի պողոտա Երևանում։ Այս Օշականում էլ կա։ Փողոց ունեք Մեսրոպ Մաշտոց անունով։ Մեսրոպ Մաշտոց անունով։ Եկեղեցի ունեք, դպրոց ունեք։ Սիրելիներս։ Քանի որ մշակույթի պալատի մասին է խոսքը, ասացի ես էլ գամ, քանի որ առաջի մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ, չէի կարող բաց թողնեի այս արժեքավոր ու կարևոր պահը։ Ես ասեմ, որ եղել եմ Օշականում, իհարկե ոչ դասարանով, մենք քանի որ Արցախում ենք ապրում, մեզ դասարանով չբերեցին Օշական, բայց ընկերներով այցելել ենք Օշական, չգիտեմ, տարբեր պատմամշակութային վայրեր ենք այցելել։ Հայաստանը համարվում է բաց երկնքի տակ թանգարան, որտեղ որ կան այնպիսի վայրեր, այնպիսի պատմամշակութային վայրեր, կոթողներ, որ աշխարհը չունի։ Առաջարկում եմ բարձրանանք մշակույթի պալատ ու բացահայտենք, տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Վաղ, բայց ասա, որ մեկ օրը բավական չի ամբողջ Օշականը ուսումնասիրելու համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ։ Եկեք ծանոթանանք։ Ծանոթանանք։ Ես Մելինեն եմ, Օշականի մշակույթի տան պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև գրադարանավարը։ Որ թվականին է շենքը կառուցվել։
Շենքը կառուցվել է 1957 թվականին, ճարտարապետը Գևորգ Թամանյանն է։ Ներկայումս մշակույթի տանը գործում են ժողովրդական ժամանակակից պարերի խմբեր, ինչպես նաև նկարչություն, ձեռագործություն, խեցեգործություն եւ գրական խմբեր։ Բնակավայրի երիտասարդները ընթերցանությամբ զբաղվում են։ Այո, իհարկե զբաղվում են։ Մեր մշակույթի տունը շատ կարևոր մշակութային կենտրոն է երեխաների համար, քանի որ նրանք դասերի ձատ ունեն նաև այլ զբաղմունքներ, գալիս են եւ իրենց ժամանակը այստեղ զուր չեն վատնում։ Իսկ այժմ ունենք խմբակներ, որոնց երեխաները հիմա տեղում են։ Այո, այսօր ժողովրդական պար ունենք, նաև կավագործություն։ Գնանք տեսնենք ինչպես են երեխաները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նկատեցինք, որ ձեր խմբում կան նաև շատ տղաներ։ Դա իմ գաղտնիքն է, տղաների քանակ պահպանելը խմբերում, մենակ դուք չեք, որ զարմանում եք, շատ-շատերն են զարմանում, ինչու են հենց իմ մոտ տղաները շատ։ Թող տարբերվի, բայց խրախուսենք, որ տղաները չամաչեն։ Իհարկե, տղաները պետքա չամանչեն, տղաներին դա շատ պետք է։ Ես մենակ Օշականում չեմ աշխատում, աշխատում եմ Սասունիք համայնքում, Աղցքում, Ձորափում։ Ինչպես այդ միտքը առաջացավ ձեր մոտ, որ գյուղերում բարը դասավանդեք ու մեր երեխաները հեռու չլինեն բարից։ Հենց Օշականից ես ստացա հրավեր աշխատելու, մասնագետ չունեին հայկական ժողովրդական պարի, այստեղ նաև կա ժամանակակից պարի խմբակ, բացի հայկականը, իսկ մնացած համայնքներում, որ աշխատել եմ, հասկացա, որ այնտեղ չկա մշակութային կենտրոններ, որտեղ երեխաները կկտրվեն փողոցից, իրան ժամանակը ավելի լավ տեղ կարող են ծախսել, ավելի շատ բան կարող են սովորել։ Այդ միտքն էլ ինձ դրդեց, որ ստեղծեմ համույթներ ու երեխաներին կանչեմ դեպի մշակույթ։ Տղաներ, ոնց եք։ Լավ։ Էս ինչ գործ եք անում։ Կավով ես աստեղ եմ սարքում։ Ինչու աստեղ։ Որտեվ ես իմ բաշակը սարքել եմ, եկեղեցիել եմ սարքել։ Սիրում ես խեցեգործությունը։ Այո։ Շատ եմ սիրում։ Ինչպես է այդ սերը քո մոտ առաջացել։ Երբ տեսել եմ իմ ընկերը ասել է, որ ինքը գնում է կավագործության, ես էլ այդ լսեցի ու հասկացա, ես էլ եմ ուզում գնամ կավագործություն։ Հիմա կասես ինչ ես սարքում դու։ Բաժակ։ Ինչի բաժակ է դա։ Սովորական։ Թեյի բաժակ, որ չորանա կարող ես դրանով թեյ խմել։ Հա, երևի։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Թովմաս Շավերդյանից, ում շնորհիվ Օշականում կատարվել են մի շարք աշխատանքներ, 22,000 քառակուսի մետր տարածք ասֆալտապատվել է, կատարվել է հենապատի կառուցում, գերեզմանոց տանող ճանապարհին գտնվող քարը հիմնանորոգվել է, լուսավորություն են քաշել, ինձ վարչական ղեկավար պարոն Գևորգ Հովսեփյանը տեղեկացրեց, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու եւ Օշականը գնալով ավելի է բարգավաճելու եւ զարգանալու։ Այո, մենք ամեն ինչ պետք է անենք հանուն մեր հայրենիքի, մեր գյուղերի եւ քաղաքների զարգացման։ Մեկ օրը շատ քիչ է այս գեղատեսիլ բնակավայրը ամբողջովին ուսումնասիրելու համար, այնպես որ կսպասեք մեզ, մենք էլ ենք գալու։ Մինչ նոր հանդիպում։ Բնակության Մի րոպե եկա։ King ո՞ս։ King չէ, Kika։ Kik չի։ Kik։ Մանվել ջան, դուք Սասունիկից